Ողջույն ժողովուրդ ջան, նախ թույլ տվեք ներողություն խնդրել, այնտեղ մի հատ խոտան եղավ, անջատեցինք, նորից ենք սկսում։ Ինչպես հասկացաք, ենթադրեցիք երևի թե վերնագրից, խոսքը լինելու է Սերժ Սարգսյան Քոչեցյալի հարցազրույցից եւ դրա արձագանքներից, որոնք որ մեղմ ասած ցավալի են հենց թեկուզ այն պատճառով, որ երբ որ մտածում ես, որ սա եղել է մեր նախագահը, ասում ես ոնց եմ թույլ տվել, ոնց եմ ես թույլ տվել, ոնց ամեն մեկը ոնց ենք թույլ տվել, որ ունենանք այս կարճամտությունը, ունենանք այս դեգրադացիզմը, դեգրադացման կարողին ու եւ այլն։ Իհարկե ես ամբողջովին իր տված այդ ասում են 5 ժամ է հարցազրույց տվել, ամբողջին չենք անդրադառնա, այդքան ասենք ես իմ ով էլ չի, ինչ որ մեկն էլ չի, որ այդքան անդրադառնանք, բայց ու ես իմ մտքերով մի չի փայլել, բայց մի երկու բան կար, որ ինձ գրավել է ու այդ մասով ուզում եմ որպեսզի խոսանք, որովհետեւ այսօրվա մեր ունեցած շատ խնդիրներ ծագում են հենց նման մտածելակերպից ու դա այդ մտածելակերպը սնուցվել է մեր հասարակության ներսում, հա։ Մեր հասարակությանը թելադրվել է այդ մտածելակերպը։ Նախ ասեմ, որ չեմ ցանկանում Սերժ Սարգսյանի այն մի մտքին, որ բանակին է վերաբերում դրան անդրադառնալ, դրանից շատ խոսել ենք, մի քանի բառով կսահմանափակվեմ ընդամենը։ Ուրեմն Սերժ Սարգսյան, ուղիղ քեզ ասեմ, քո խայտարակություն, քո չէ, ախր ամենավատն այն է, որ եթե մենակ քո խայտարակությունը լիներ, ես բանի տեղ չէի տնի, բայց քանի որ դու մեր խայտարակությունն ես, որովհետև դու ներկայացրել ես մեզ, հասկանում ես, ես այդ քո եթերով որ անընդհատ քո հարցազրույցով անընդհատ մտածում եմ, որ դու ինձ ես ներկայացրել, մյուսին աշխարհում։ Ես հասկանում եմ, թե աշխարհը ինչի այդքան հետաքրքրված չի եղել մեզ, ինչի աշխարհի էջ պետքը չենք եղել, ինչի ոչ միայն աշխարհի, ես հասկանում եմ, թե օրինակ Լուկաշենկոն խի էր ասում կուդա ձենից Արմենիա, որ պիտի փախնի Հայաստանը։ Ես հասկանում թե ինչու պիտի Պուտինը հենց սկզբի օրերին փորձի Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում գործածի բանի Արցախի կամ Քոչարյանի հարցով։ Ես այդ սաղ այնքան բաներ է գալիս աչքից դեմը չես պատկերացնի, որովհետև դու ես ներկայացնող եղել մեզ, քեզնից առաջ էլ այն մյուս երևույթը։ Հասկանում եք, դուք եք եղել մեզ ներկա։ Աշխարհին ասել եք հայը, Հայաստանը, հես ենք եկել ենք ախպեր։ Հասկանում եք։ Ու այս ձևով ես պատկերացնում եմ, այս կլասի մոտեցում ամենացանկացած հարցին, եթե դուք տարրական պատկերացում չունեք բանակի, տարրական պատկերացում չունեք դպրոցաշինության կարևորության վրա, ես հասկանում եմ, թե դուք իրականում ով եք եղել։ Բայց սա մենակ գնահատական չներ չի լինելու։ Ես ուղիղ փորձելու եմ հեսա վերցանեմ։ Նախ համառոտ բանակից, որովհետև շատ չեմ կենտրոնանալու այստեղ, շատ ենք խոսել, հա։ Ես չեմ ցանկանա տպավորություն ստեղծվի, որ ես մեկը ես, տեսեք ես որ ասում եմ ես այս իրավիճակում նկատի ունեմ ինձ նման մարդկանց։ Իսկ ինձ նման մարդիկ շատ են, ես բանվորի տղա եմ, բանվոր մարդու տղա եմ, միջին սոցիալական խավի ներկայացուցիչ եմ եղել եւ կամ ասենք ինչ-որ, չգիտեմ ինչերով, պաշտոններ, իմ գերդաստանի մեջ չի եղել, իմ մեծ գերդաստանի մեջ դες մարդ չի եղել։ Ու որպես քաղաքացի եմ դիտարկում այս ամեն ինչին, հա։ Երբ որ դուք խոսում եք բանակից, ես կարող եմ ասել հետեւյալը. գոյություն չունի աշխարհում, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ աշխարհում, որովհետև ձեր ժամանակ շատերը Հայաստանից արտագաղթել են։ Գոյություն չունի մի հատ աշխարհում հայ երիտասարդ, ով ձեր ժամանակներում ծառայել է հայոց բանակում ու կարա մի հատիկ լավ բան ասի։ Չկա այդ մարդը։ Ես արդեն 5-րդ տարին այդ մարդուն եմ փնտրում։ Կարող է մեկը լինի, որը որ քո ասենք, չգիտեմ, հարազատերին չնայած դրանք չէին ծառայել, բայց չգիտեմ, էլի ասենք տունն է ծառայել, տենց կայֆ է եղել։ Հասկանում եք, բայց եթե խոսենք դեռ Հայաստանի չաստերի մասին, չէ, Արցախի չաստերի մասին, զորամասերի մասին, դուք ով եք եղել, ինչ եք եղել, այդ բոլորը գիտեն։ Դուք չեք նայ կարող կանգնել մեր ոչ միայն տեխնիկական սպառազինության տեսանկյունից, ոչ միայն բանակի կառուցվածքից, որը որ շատ սխալ եւ հին կառուցվածք էր փոքր երկրի համար։ Սկսենք ամենատարրական բանից, դուք շարժվում եք խորհրդային բանակի մոդելով, դա չես կարող հերքել, ոչ դու, ոչ քո քերակինը, ոչ քո, չգիտեմ, բանը, պանանախարարը, ոչ էլ քո պանանախարարի հորքուրի մարդը, ոչ ոքը չի կարող հերքեք։ Սա փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը խորհրդային բանակի մոդելով է բանակ է եղել։ Սա այսպես խորհրդային բանակի մոդելով ասվածը ոչ թե իմ անձնական վերաբերմունքն է խորհրդային միությանը, այլ խոսքը հենց մոդելի մասին է։ Ինչ էր այդ մոդելը։ Շատ խոսել ենք, շատ քաղաքացիներ գուցե այդքան էլ չեն ըմբռնում։
ասեմ, խորհրդային մոդելն ու ՆԱՏՕ-ի մոդելը ինչով են իրարից տարբերվում ամենամեղմ բանով, հա, զինատեսակներով կամ դա արդեն տնտեսության հետ է կապված։ Բայց ամեն դեպքում հիմնական բաղադրիչը որն է։ Խորհրդային մոդելը ունենալ մեծ ու ծանրակաշ բանակ։ Սա ունի իր առավելությունները եւ ունի իր թերությունները ընդ որում։ ՆԱՏՕ-ի բանակը ունենալ ավելի փոքր խմբեր, տարբեր ենթակ շտաբերով ու գենշտաբով, որոնք որ մանևրնի են ու արագաշարժ, ավելի փոքր խմբեր։ Հիմա խորհրդային մոդելով գուցե խորհրդային միությանը հարմար էր շարժվել, այսինքն օրինակ, դու շատերդ ֆիլմերից էլ կհիշեք, հա, ասենք այս ջրհորը պիտի ինչ գնով ուզում ա լինի գրավի, всё, ծանր բոլորով գնում ենք 1 միլիոն հոգով գնում ենք այդ ջրհորը գրավելու, ոչինչ որ 100,000 հոգի զոհա լինում, բացարձակ կապ չունի, կարևորը ռեզուլտատն է, բան առաջադրանքը կատարելն է։ ՆԱՏՕ-ի մոդելով դրա հակառակն է։ Դու պիտի փորձես այդ ջրհորը գրավես, բայց հնարավորինս քիչ ծոերով, հնարավորինս տակտիկական սխեմաներով, եւ եթե չի ստացվում, կարելի է հետ քայլանել, թողնել ավելի պատեհ բայ։ Եվ 44 օրյա պատերազմին, ովքեր որ մասնակցել են կամ ովքեր որ առհասարակ պատերազմների մասնակցել են ու հետաքրքրված են, հասկանան, որ մեր գլխավոր թերությունը հենց այնտեղ էր, նաեւ որ մենք խորհրդային բանով ենք, մոդելով ենք, ունենալով շատ փոքր բնակչություն։ 3 միլիոնանոց բնակչության համար խորհրդային մոդելը աշխարհի ամենավատ բանն է, որ կարող լինի, հա, մենք չենք կարող ունենալ ծանրակաշ բանակ եւ այլ, բայց ունենք։ Իսկ մեր դիմաց ՆԱՏՕ-ական համակարգով աշխատող թշնամիներով ավելի մանևրներ մտնում էր սպեցով այս գյուղը այն բանն էս մտնկարվում էր գումարած դրան մեդիա տերորը մյուսը ինքը գալիս էր արդյունքները սկսում գրավել խոճապ առաջացնելով իր համար թշնամու թիկունքում եւ բան մեկը չի կարող ասել որ եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրել է Հայաստանում ինչ որտեղ խոճապային տրամադրություններ չի ունեցել 44 օրյա պատերազմի ընթացքում այդ ամբողջը դրա մասին է այսինքն ցանկացած քաղաքացի անկախ մասնակցել է պատերազմին թե չէ ենթարկվել է այդ պատերազմի համակարգի բացասական հետևանքներին Հիմա մեր բանակը իհարկե մոդեռնիզացվում է ու դրա արգասիքները արդեն կան ու վայելում են այսօրվա մեր զինվորները, բայց թողնենք էլի։ Հիմա Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցել է, դու Սերժ Սարգսյան շատ լավ գիտակցել ես, որ ընդհանրապես փխրուն հրադադար է։ Չկա որևիցե բան ու առհասարակ Արցախն էլ արդեն տվել բրծել եք։ Եվ Հայաստանի մասին արդեն Ալիևի բանջները։ Ես քեզ կհիշեցնեմ կոմի արտահայտությունը, երբ որ դու ասում ես, մենք ամեն անգամ առաջարկում ենք ավելին, առաջարկություններ ենք անում, բայց Ալիևը պահանջում է ավելին։ Եվ այստեղ ժողովուրդ ջան, ես ուզում եմ բոլորիդ նաև ներկայացնել, իհարկե այդքան բանը Նիկոլ Փաշինյանը իր բերանով չի կարող ասել, որովհետև վարչապետը նույնպես կաշկանդված լինում է որոշ արտահայտություններով, որոնք չի կարող իրեն թույլ տալ, հա։ Հա, գուցե կարող է ասել այս բանին դոմփել է, բայց ինչ վերաբերում է ռազմավարական գործունեությանը, շատ դեպքերում նա ավելի կաշկանդված է, քան ցանկացած մեկը առհասարակ։ Ուրեմն Փաշինյանը այսօր համառոտ եթեր թողեց հենց այդ մասով, որ այ օրինակ եթե մենք Արցախը միակ ելքը Արցախը թողնելն էր ու ճանաչել Ադրբեջանի կազմում, բայց մենք ոչ մեկս պատրաստ չենք դա անել։ Եվ մեր ժողով հանրությունն էլ պատրաստ չէր դա լսել եւ այլն։ Հիմա այստեղ նույնպես տեսակ մարդիկ կան, որ ուղիղ են հասկանում սա, բայց սրա տակ այլ թեմաներ կան։ Իսկ Ալիևը, երբ որ առաջարկվում էր բանը, իսկ առաջարկվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք առաջարկվել Արցախը Ադրբեջան։ Ոչ մի ղեկավար չի եղել, որ չի դիտարկել Արցախը Ադրբեջանի կազմում։ Եկեք սա ֆիքսենք։ Որևիցե ղեկավար չի կարող ցույց տալ մի փաստաթուղթ, որտեղ ինքը չի ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում։ Բոլորը խոսացել են նրա մասին, որ այսպես թե այնպես Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է, բայց այ իրավունքները եւ անվտանգությունը ինչպես պիտի վերահսկի, խնդիրը այդտեղ է։ Հիմա եթե Սերժ Սարգսյանը այս արտահայտությունը անում է, դա հետեւյալն է, որ մենք անգամ Արցախն էլ առաջարկել ենք 5 գումարած երկուսը մի կողմ է, բանակցություններ են գնացել Արցախը Ադրբեջանի կազմում։ Ինչպես պիտի լինի, հա, ասենց ասա։ Այս ընթացքում ստացվում է, որ Ալիևը շատ լավ հասկանում է այդ ամեն ինչը, բայց ինքը պահանջում է ավելին։ Այսինքն Հայաստանի Հանրապետության սուվերենության վրա է արդեն խնդիրը դրվում։ Ոստի ես այսպես թե այնպես անկախ ամեն ինչից որ ներկայացնում են թե այ Արցախի եթե շուտ ճանաչենք Ադրբեջանի կազմում գուցե պատերազմը չլինի մյուսը ես դրան չեմ հավատում որովհետև ըստ Ալիևի նաև 30 տարուց ավել մենք օկուպացիա չենք եղել իբրինետ տարածքներ ինքը այսպես թե այնպես հրաշ խնդիրներ էր առավել եւս որ դեռ 18 թվականից էլ շատ առաջ արդեն ինքը 5-6 միլիարդի միայն հարձակողական զենքեր էր գնել մի գնումով սա մի գնման մասին է այսինքն եթե Ալիևին ասեն գնումների ցուցակը ցույց տուր ասես 50 հատ գնում է կատարվել մի գնում է 5-6 միլիարդ տանով ռուսական զենքի գնումներ 77-ները մյուսը Այս մասով հա ու այդ ընթացքում բոլորը տեղյակ եկել հատկապես ով Սերժ Սարգսյանը պիտի տեղյակ լինի որովհետև ինքը նաև ԱԱՑ-ով ԱԱՑ-ի ղեկավար է եղել ՆԳՆ ղեկավար է եղել մի խոսքով նա շատ տեղերով անցել պիտի որ այս նորություններին տիրապետում էր բայց սրիկայաբար ոչ թե միայն չի նախապատրաստվել այլ դա բերել գցել են նորիշխանությունների ջեբը ընդ որում այդ նորիշխանությունը կարող լիներ Քոչարյանը եթե ասենք օրինակ նույն բանը ընտրվեր այդ ժամանակների փոխվարչապետ Արմեն Ազգանով ոնց էր այս Կարապետյանին չէր անունը
Կարա, բայց ալիներ դա նշանակում է Քոչարյանը հետ է գալիս, դա այդպես ասեմ իմացեք էլի։ Միևնույնն է, այս ամեն ինչը տեղի էր ունենալու ու հաստատ այդտեղ մի հատ մեղավոր գտնելու էին, էլի։ Ամեն դեպքում փառք մեր հերոսներին, որովհետև խնդիրը եղել է Հայաստանի Հանրապետությունը խորքային ոչ ոք դա չի գիտակցել, դրա մասին խորքային գիտակցել ենք տասնամյակներ հետո, երբ որ փակ փաստաթղթեր կհրապարակվեն, կգաղտնազերծվեն որոշ թղթեր։ Բանակի մասով եմ կրկնում, աշխարհում մինչև այսօր ես չեմ գտել մի հատ հայ տղա ով ծառայել է Հայաստանի կամ Արցախի բանակում ու կարա ասի դե լավ է, ինչ արել որ կան, կամ գոյություն չունի որևիցե պաշտոնյա որ կարա ասի դե այս զենքն եմ անձամբ ես ստացել ու այս զինամթերքը իմ չանցքում սենց է եղել ու չէր կարա այլ կերպ լինել, մեկը չկա, այսինքն այդ բանակից ով Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը բացարձակ ոչ մի տեսակ իրավունք չունեմ խոսելու, որովհետեւ դա արդեն բարոյական նորմերի խախտում է, էլի, ասենք մարդկանց ուղեղի հիշողության ապրոցի վրա թքած ունենալը, որը չենք կարող թույլ տալ։ Կարող ենք մենք թքել ձեր ճակատին, բայց դուք չեք կարող ոչինչ անել, դուք ոչ ոք եք։ Ամեն դեպքում ես գամ մի ավելի ինձ համար կարևոր խոսակցության, խոսքը հետեւյալի մասին է։ Համասությունը 99.9%-ը կներեք, անցան այդ կներեք, Ժողովուրդ ջան, հեսա գտնեմ այդ վիդեոն։ Մի դպրոցում որտեղ 20 աշակերտ։ Ահա, այս սրա մասին է խոսքը։ Եկեք միասին լսենք մեկնաբանելով գնանք, տեսնենք ինչ է ստացվում։ Մի դպրոցում որտեղ 20 աշակերտ կա, 2 միլիոն համարյա դոլար են ծախսում դպրոց կառուցելու համար։ Երբ մարդիկ ասում են արդ 2 միլիոնը ներդրեք մի հատ բիզնես բանան, սկսում են ծաղրել, այ դու կրթությանը դեմ ես։ Հա, կրթությանը չեմ դեմ։ Բայց ես կողմ եմ, որ շատ եկիչ արդյունավետ։ Հիմա այդ է թալանը։ Ինչ տարբերություն թալանում ես, թե վատնում ես։ Մի դպրոցում որտեղ 20 աշակերտ կա։ Իհարկե, այս վիդեոն դեռ էլի կլսենք, որովհետև մի բարդ համադասական նախադասության մեջ մի միլիարդ հատ էշություն է դուրս տալիս սույն անձնավորությունը, բայց ես կրկնում եմ, սա իր խայտարակությունը չի, սա իմ խայտարակությունն է, որովհետև նա 10 տարի ղեկավարել, կառավարել է իմ երկիրը, իմ ճակատագիրը, իմ սերունդների ճակատագիրը։ Եվ ես դա թույլ եմ տվել, ցավոք սրտի, ինչքան էլ որ ես դեմ եմ եղել, ինչ արել եմ, բայց միևնույնն է, ստացվել է այնպես, որ դա է իրականությունը, հա, չես խուսափի։ Հիմա Սերժ Սարգսյանին այս տեսանյութի հետ կապված հարց կա։ Սերժիկ, այ ֆունցիկ, այսպես ձևակերպեմ։ Իսկ այդ մի համայնքում, որտեղ որ ընդամենը 20 երեխա կա, որ դպրոցական է, հա, դու կուզեիր այդ 20-ից մեկը լիներ քո ճիժը, քո աղջիկը օրինակ, քո դուստը։ Ու գիտեք, այստեղ շատ եթե կլսեք այս ամեն ինչը, շատ չեփվեք, որովհետև ձեր աղջիկը ձեր համար այդքան ավելի թանկ չի, քան ցանկացած մեկի երեխան իր համար։ Դուք ուզեիր, որ նման դպրոցում, այսինքն դպրոց չլինելու պայմաններում մեծանար քո աղջիկը, պրյամո։ Միշիկ, ուզեիր կնիկը մեծանար պրյամո տենց պայմաններում, դու կպսակվեիր իր հետ։ Հա? Թե դուք վերի արտի ծորենն եք։ Գիտեք, այսօր ես տեսա իմ լավ ընկերներից Գյումրեցի մեր ավակը, Քավոր ավակը, շատ մեծ լավ արտահայտություն էր, բաներ գրառում էր արել։ Ասաց ես կարամ նստեմ, ով արեք, սարեր, զովարեք, մանկությունս հետ բերեք, բայց Սերժիկն ու Քոչարյան Ռոբերտը կարան այդ նույն սրտով իսկապես երկեն այդ երկը։ Կուզեն, չեն ուզի։ Ճիշտ էր ասում։ Դու Սերժիկ, կուզեիր քո դուստերը կամ Քոչարյան Ռոբերտ, դու կուզեիր քո զավակները այդ 20 երեխեքից մեկը լինեն, ում համար պետությունը կարծել որ արա լավ է սրանք ով են, ինչ ֆնդախեն որ սրանց համար դպրոց կառուցեք։ Թող գնան անգրագետ տենց սատկեն, ոնց ուզում են թող ապրեն, որ շեմ այդ 2 միլիոնը դնում ենք բիզնես անենք։ Կուզեի կարա։ Ասենք սրա նման ապուշ արտահայտություն կարար աներ Սերժը։ Ու արել է։ Ես չեմ զարմանում, անկեղծ չեմ զարմանում։ Եթե Սերժը ունի նախագահի պատկերացումներ, ուրեմն ես ֆիգուրնիկ կատանիայի աշխարհի չեմպիոն եմ։ Տրայնոյի տուլուպն էլ հեսա կարող է անեմ։ Ասենք Էս ինչ է։ Ասեմ ավելին, մի քիչ առաջ գնանք, հա։ Ասում է, այդ 2 միլիոնը դնեիք, գործարան բացեք, մարդիկ աշխատեն։ Սերժ Սարգսյան, Սերժիկ, ցավոք դու իմ ազգանունից ունես։ Դու կուզեիր աշխատեիր մի զավոդում, միշտ աշխատեիր, դու միշտ նորմալ էլ ապրեիր, ասենք թե։ Բայց քո երեխաները չստանային կրթություն։ Առհասարակ աշխարհում ցանկացած ծնողի երազանքը իր երեխայի ավելի լավ կրթություն ստանալն է, քան իրենն է եղել։ Դու կուզեիր տենց անասունի պես, գնայիր սաղ կյանքը պախատ աներ, երեխեքդ էլ այդպես քո պես ժառանգորդ դառնային, քո պես պախատ անողին։ Կուզեիր։ Թե կկարծեիր, որ արա պետությունը ամեն դեպքում ձեր գյուղի համար ավելի լավ է մի հատ դպրոց կառուցի, այս երեխեքը կրթություն ստանան։ Դուք ինչ, ձերի բանվորներ եք այստեղ ստացել, թե խելացի մարդիկ են ձեզ միշտ խանգարել։ Տիկնայք է պարոնայք զրոյականին ներկայացուցիչներ, զրոյական միջակություններ։ Երորդ, այդ
2 միլիոնը դիր զավոդ բացի։ Էդ ում ես ասում, պարոն Ապուշ։ Ում քո ժամանակով ուզեցել զավոդ բացի 50-50 մեջը թեմա ես ունեցել։ Դու հենց դու քո վաճոն вообще, հասկանում եք արա։ Դու քո վաճոն, պրյամոյ, քանի օգ եմ ճանաչում, ուղիղ մանրամասներն են ներկայացնում ինչը ոնց է եղել։ Հələ ախպորդ չեմ անդրադառնում, արա։ Զավոդը ով պիտի սարքեր, պրեզիդենտ, դուք ուզես, հենց իմի եթե Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի փողով զավոդ սարքի, դու ասելու ես այս ինչ լավ բան, արա, դու ապուշ ես դու։ Պետությունը չի զավոդ սարքողը, պետությունը միջավայրը ստեղծողն է։ Պետությունը պիտի աշխարհի ամենաառաջնային երկրները զավոդ չեն սարքել, է։ Ստեղծել են միջավայր, որ լինի բիզնես ներդրումներ։ Դուք դրա համար եք, դու քաղաքական Քավոր Քոչարյանը Արյան գնով իրար պահած ու պասերով ֆռռացրած երկու սիամսկի զույգերը, ով գալիս էր այստեղ բիզնես ներդրում անելու, տաշում լարում եք, կամ հենց դեմից ձեռից ինչ կա չկա խլում եք։ Մի հատ կասես 10 տարի պրեզիդենտ ես եղել, պետական բյուջեից քանի հատ զավոդ է սարքվել, ասենք թե լավ ես սխալվում եմ, դու ճիշտ ես մտածում պիտի պետությունը զավոդ սարքի, 10 տարի պրեզիդենտ ես եղել, քանի հատ զավոդ ես սարքել ես երկրի համար, բացի թալանելուց ուրիշների սարքածը, Մենակ պղնձամոլիբդենայինը եթե դնենք տրակտով կանենք թղթի վրա զրոները այնքան շատ է որ քեզ տակը կթաղենք ապուշ։ Ես ինչ պորնիկի ծնունդ անգել ստեղ մի րոպե միած սրան ղրգեմ մոլ իր այն հետադարձ ասցեով։ Հա ո՞նց ենք պատկերացնում այդ սա։ Հա, հետո այնտեղ մանկրավիկներն էլ դուրս են եկել, թե բա հանգիստ չի տվել Սերժի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանին, տեսեք առավոտ շուտ զարթնել ու գրառումներ անում։ Ոչ հանգիստ կտա, դա ազգային խայտարակություն է, բանը եղել է երկրի դեմքը։ Հիմա ես մյուս դեմքն արա, ազգային խայտարակություն է դա արա։ Ես աշխարհի չափածոց շնորհակալ կլինեմ, եթե իմ թշնամիներին Սերժի ու Քոչարյանի նման ղեկավար կոչեցել բաժին ընկնի, հասկանու եք, այսպես դուրռակություններ խոսեն։ Հիմա ավելի խորքային ասեմ, այս մենակ էս արտահայտության հետ կապված ժողովուրդ ջան։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում հարկերի հավաքագրման ամենամեծ բաժինը բնականաբար Երևանն է 85%։ Այդ ծանոթ եք այդ թվին։ 85%։ Այդ գիտեք ինչ է նշանակում։ Որ Երևանից ենքում ամբողջ Հայաստանը 15% է։ Այսինքն Երևանը քաղաք պետություն է։ Գիտեք ինչի արդյունքում է այդպես ձևավորվել։ Որովհետև այսինքն ստահակներ են եղել, սրիկաներ, ովքեր ասել են, լավ են 20 հոգու համար դպրոց մանկապարտեզ չենք սարքելու։ Հետո ասել են, լավ են մի 30 ընտանիքի համար հո ճամփա չենք գցելու։ Արա լավ են 20 ընտանիքի համար հո մանգո չենք սարքելու։ Մի երեխա, այ քեզ բան մի 10 երեխային դրանց երնել ընդեղ անիծած։ Արա լավ հո զինվորների համար կոշիկ տռուսիկ մայկա չեն, արա լավ երներն են անցածը, լավ չէ կար, ես ինչ եք խոսում։ Մարդիկ ապրել են, պատկերացեք, ժողովուրդ Երևանում ինձ հեշտ է մտածել։ Դուրս եկեք մի հատ, դուրս եկեք հնարավորինս հեռու մարզեր են դուրս։ Համայնքներ։ Մարդը, ասում ես իմ ցախ կյանքս չոբան եմ եղել։ Ես չեմ ուզում իմ տղեն էլ չոբան դառնա, ես ուզում եմ, չնայած ամենայն հարգանքով դա անհրաժեշտություն է մեր իրականության մեջ ցանկացած աշխատանք գովելի է, հարգանքի արժանի, գոյություն ունի մի հատ աշխատանք, որը որ կարելի է բան անել, էլի չնայած այս ապուշները դա էլ են անում, օրինակներն էլ կբերեմ, եթե ցես հետաքրքիր է։ Ասում եմ, բայց ես ուզում եմ իմ երեխենիցից լավ ապրի։ Բայց հնարավորություն չունի։ Ինչ պիտի անի։ Ախպեր ջան, գնա Երևան տաքսի քշելու։ Որտեղ հաստատ ավելի լավ է ապրելու։ Ու սենց դատարկվում էին մեր գյուղերն ու համայնքները ու կենտրոնանում Երևանում։ Ինչ է այսօր լուրջ խնդիրներ առաջացրել, լուրջ կառավարման այնպիսի խնդիրներ առաջացրել, որը չեք էլ պատկերացնում։ Ու այն ամեն խնդիրը, որ մենք օրական կարանք մատնացույց անենք, այո, ամբողջը բխում է այս անասունությունից, որը ժամանակին գցել են։ Ինչ է երեխան չէր ուզի իր հայրական օջախում մեծանալ կողքնել ավելի մեծացների տուն տեղը։ Այդ դրա համար մի կառավարություն ասում է լավ ինչ անենք։ Այս անասունները արդեն այսքան բան արել են։ Իմիջայլոց 1000-ից ավել գյուղ են ունեցել, դրանցից 150 գյուղը կարելի համարել մեռած գյուղեր։ Մեռած են, այդ գյուղերը չկան այլևս։ Ընդ որում դրանց 80%-ը, 70%-ը սահմանամերձ գյուղեր։ Որտեղ որ ճիշտ հակառակ պետք է ռազմավարություն մշակել, որպեսզի մարդիկ գնան ապրեն այդտեղ։ Իսկ այդ ռազմավարությունը իրանից ինչ է ենթադրում։ Տալ հավելյալ հնարավորություններ, արտոնություններ, ոչ միայն գազի ու ջրի մուծման մասով, կրթության մասով, այո, ճանապարհների, ենթակառուցվածքների մասով, բան գյուղատնտեսության իրենց
առանձին իրենց ունեցած հողերի տարածքում ինչպես գյուղատնտեսությունը խելացի իրականացան։ Այսօրվա դրությամբ մի հատ ռոբոտ այդ շնիկը որ տեղադրել էին համացանցում, շատ անասուններ որոշեցին ծաղրեն այդ ռոբոտին։ Մեկն էլ կար առհասարակ ոչ տարի որ չբերեց, ասում է չինական բանակը 20 տարի առաջ է դրանից ունեցել։ Որովհետեւ ասում է, եթե 20 տարի առաջ չինական բանակը դրանից ունեցել է, դա նշանակում է հիմա էլ է Իրան մոտ դրանից։ Դա նշանակում է, որ մենք հիմա Չինաստանի բանակի, որ աշխարհի 3-րդ բանակն է, Չինաստանի բանակի չափանիշներով հենց հիմա գոնե մի հատ ռոբոտ ունենք։ Ասենք չի կարելի այդքան աննորմալ ու այդքան բան լինել, էլի, այդքան չցանկանալ իմանալ ինչ է ինչոց է։ Շատերը չհասկացան առասարակ այդ ռոբոտի ֆունկցիաները որոնք են ու ինչքան կարևորություն են դրանք ու ստատիստիկայով դրանք ինչքան օգտավետ են։ Հա, այս են ցույց տալի։ Ուրեմն իմացեք, այդ մի հատը դա մի մասն է։ Դա մի փոքր մասն է։ Դուք չեք էլ պատկերացնում ինչքան բան արվել բանակում։ Բայց ես ունեմ ձեզ խորհուրդ, մի վախեցեք, մի ամաչեք, մի նեղվեք, որ կարող է միամիտ ձեր հայացքները փոխվեն։ Համարձակ ձևով Փաշինյանն հրապարակել է կայքը, ասել է այստեղ գրանցվում եք 50-50 խմբերով, մենք ձեզ կտանենք կոնֆիդենցիալությունը պահպանելու կցուցադրենք ինչեր են արած։ Ես չեմ գրանցվելու գնա, որովհետև ես գիտեմ։ Ես գիտեմ։ Ուղղակի բաներ կա հրապարակային ասելու չի, ընդհանրապես տակը մնում է իրար վստահել, ես ասում եմ շատ բան արում, դրանից ավելի ինչ ասեմ։ Չեմ կարող, չէ ավելին ասեմ։ Եթե շատ բան չարվեր, կարող եք ինձ ասել գոնե մի հատ պատճառ, թե ես ինչի համար պիտի դա ասեի։ Ոչ, գիտեք ոչ, եթե լինեի պաշտոնյական բան, կասեի լավ, հիմի մարդիկ կարան չվստահեն, որովհետև պաշտոնյա եմ, կարող է դες թիմային, նեղ թիմային խմբակային շահերն եմ պաշտպանում։ Եթե լինեի կողքից վարձատրվող բլոգեր, կասեի լավ, մարդիկ դեմի կարան չհավատան, որովհետև կողքից Փաշինյանը դες փող է ստա։ Ասենք, ախր այդպես չի, չէ՞։ Բոլորի տաշկի առաջ այդպես չի։ Դուք չկա չվստահելու բան։ Մնացածը միակ տարբերակը, որ այդ հարցը գցել տեղը, գնացվել, գնալ ձեր աշխով տեսնել, նայ գնացեք տեսեք։ Ինչն է ձեզ խանգարում։ Մինչև խոսալը, որպեսզի հետո խայտարակ չլինեք, էլի։ Օրինակ Էդգար Ղազարյան, այ Ղազ, այդքան բանը որ գրառում էիր անում այդ ռոբոտ շան վերաբերյալ։ Ասենք այ Ղազ 50-ից մեկը դու լինելու ես։ Գիտեք վատը որն է ժողովուրդ, որ իր էլեկտորատը իրան չի էլ հարցնելու, լսի, դու այդ 50-ից մեկը եղել ես, գնայր մի հատ քո աշխով տեսնեիր, գայր նոր խոսայր։ Ես որպեսի մի հատ բան խոսամ, իմ պատասխանատվությունը ձեր առաջ ժողովուրդ ջան այնքան մեծ է, որ ես մինչև դրա համար ինձ մոտ միշտ ես ասել եմ, առաջի ձեռքից ինձնից նորություն չեք ստանալու, երբեք, դա երբ եմ ասել 4-5 տարի առաջվանից, կարող եմ հասնել դրան, կարող եմ, ունեմ կապեր, որ, բայց ես քանի որ պատասխանատվության զգացում ունեմ, ես մինչև մի հարցի հետևից 1000 տակ չգնամ, ինքս չշոշափեմ, չտեսնեմ, որ դա այդպես է, ես չեմ ասի։ Բայց այդ դրա համար էլ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր դա գնահատելու երկար ժամանակ է ինձ հետ են, որովհետև իրենք շատ լավ հասկացել են, այդ պատասխանատվության զգացումը չափազանց կարևոր է, բա որ ասես ու տենց չի, ոչինչ միշտ ապիր առաջինը լինես, դու եղիր այն մեկը, ով որ հստակ ասում է ու փաստով է ասում, կամ կարող ես ոչինչ, այդ մի թեմայով էլ լռել, հա, պարտադիր չէ ամեն թեմայով միշտ ջետեր անես, քեզ ցույց տաս բան։ Ես իսկ ցույց տալու խնդիր չունեմ։ Ես դերասան եմ եղել, բոլորդ եք ինձ ճանաչել մինչես ամեն ինչը որպես դերասան, ու որպես դերասան Հայաստանի Հանրապետությունում ինչքան որ պետք է բարձր մակարդակի լինել, այդքան եղել եմ։ Ես կնետ խնդիրներ չունեմ։ Մեծ հաշվով, որ ցույց ճանաչվում եմ, սենց ինձ բոլորը ասեն, վայ, անցել եմ, այդ ամեն ինչը անցել է։ Այստեղ հարցը իմ պետությունն է, իմ երկիրն է եւ խոսքի վրա վստահությունը։ Եղել է մի երկու դեպք, անգամ այդքանից հետո, որ սխալվել եմ։ Բայց դրա համար ներողություն եմ ասել, որովհետև դա անհրաժեշտություն է։ Մարդ եմ լինում։ Բայց հարցը էլի առաջանում։ Արա, հիմա դու Էդգար Ղազարյան, Օլլուխ, պարոն Օլլուխ, ասենք կլինես այդ 50-ից մեկը, գնաս դիտես, գաս քո էլեկտորատին են մի 200 հոգի լայքողներ։ Ասես, արա ժողովուրդ, գնացի, տեսա, արա սաղ վատ էր ախպեր։ Կանես այդքան բան, չես անելու այդքան բանը, գիտես խի, որովհետև դու ես վախկոտ, քո տերերն են վախկոտ, բոլորդ էլ վախկոտ եք, դուք վախենում եք, որ հանկարծ կարող է ձեր կարծիքը փոխվի։ Դուք այն տեսակն եք, ովքեր ինչպիսին կան, այդպիսին մնում են։ Դուք ինքնահայացում չեք անում, դուք չեք փորձում առաջ շարժվել, զարգանալ, աճել, ընկալել ավելին, թերությունները գոնե ձեր համար ֆիքսել։ Այս է խնդիրը։ Իսկ այս պայդորությամբ ես առաջարկում մի հատ էլ լսենք այս մտքի գիգանտի արտահայտությունը։ Նա կարծում է, լավ, եկեք մի հատ էլ լսենք, նո շարունակենք, ոչ մոռանանք։ 20 աշակերտ կա, 2 միլիոն համարյա դոլար են ծախսում դպրոց կառուցելու համար։ Երբ մարդիկ ասում են արդ 2 միլիոն ներդրեք մի հատ բիզնես ստանալ, սկսում են ծաղրել, այ դու կրթությանը դեմ ես։ Հա, կրթությանը չեմ դեմ, բայց ես կողմ եմ, որ շատ է քիչ արդյունավետ։ Շատ է քիչ արդյունավետը փողաշտերն ես մարդու օգտագործելով մարդկանց ռեսուրսները եւ իր օրոք, որովհետեւ եթե քո արդյունավետությունը վաղվա մասին է, դու պիտի մտածես ոչ թե 20, այլ մի աշակերտի համար մի հատ դպրոց արկելու մասին։ Ասենց սրանից ավելի անասուն արտահայտություն, գիտեք ինչ, այդ 5 ժամը ես խորհուրդ կտամ չլսեք։ Իսկ ասեմ ինչի։
Ես իմ աշխատանքից գործունեությունից ելնելով նաև հաղորդումը որ վարում եմ, ես պիտի ուզեմ թե չուզեմ, ինչքան էլ որ չսիրեմ, բայց ուզեմ թե չուզեմ, պիտի ծայրից ծայր լսեմ հնարավորինս շատ մանավանդ այս նրանց բաները, բլբլտոսները, բայց այս պարագայում չեմ ուզում լսեմ։ Ու ինձ անհրաժեշտությունը չկա, ու դες խորհուրդ չեմ տալիս, սա ուղղ է։ Եթե այս արտահայտությունը անողը չի կարելի կյանքում խելացի բան անել։ Բայց սա էլ մի կողմ դնենք։ Ես հիմա օրինակի համար ձեզ կներկայացնեմ հետևյալ տեսանյութը, հա։ Ներողություն, ժողովուրդ ջան, պատահում է։ Անկեղծ ասեմ, նշ չի որ Գալջան Արմենի հետ տենց մի լուրջ ընկերական հարաբերությունների մեջ եմ, բայց ասենք լսում եմ Սերժ, պերսենք միջակայական քաղաքացի։ Լսում եմ Սերժ Սարգսյանին, մարտով նախագահ է եղել իր արևին, ու տենց աննասուն արտահայտություն, անպատասխանատու արտահայտություններ անում, ու մեկ էլ նայում եմ Երևանի ավականու մի խմբակցության ղեկավարը, սպարագայում ԿՊ-ի խմբակցության ղեկավարը, ինձ ուղիղ բան է ցույց տալիս։ Ինձ ասեք ինչպեսին պիտի լինի իմ կարծիքը։ Խնդրեմ։ Հերթական վաճառված մանկապարտեզը այս անգամ Դավթաշենի առաջին թաղամասում։ Այս փողոցում գտնվում է 3 մանկապարտեզի տարածք, որից մեկը վաճառվել է նախկին իշխանությունների օրոք, իսկ երկուսը վերանորոգվել մեր ժամանակներում։ Այս պայն տեսնում եք վաճառված մանկապարտեզի տարածքը, որտեղ կան տարատեսակ շինություններ, ավտոլվացման կետ, ինչ որ կրպակներ, տարատեսակ առանձնատներ, որոնք որ պետք է լինեին մանկապարտեզի բակ եւ մանկապարտեզի վերանորոգված շենք։ Այստեղ նախկինը ներկայից բաժանում է ընդամենը 5 մետր։ Կարծում եմ տարբերությունը ակնհայտ է։ Սա Դավթաշենի թիվ 58 մանկապարտեզն է, որը մենք վերանորոգել ենք 2022 թվականին։ Իսկ սա թիվ 61 մանկապարտեզն է, որը որ հիմնանորոգել ենք 2024 թվականին, եւ դուք տեսնում եք մեծ բակով, խաղասարքերով, ժամանակակից, հարմարավետ եւ մանկապարտեզում հաճախում են շուրջ 300 երեխաներ 12 խմբերով։ Այսինքն ստացվում է, որ մենք մանկապարտեզների բակային տարածքները վաճառելու փոխարեն բարեկարգում ենք եւ դա տրամադրում երեխաներին։ Իդեպ մանկապարտեզի դիմացի հատվածում գտնվում է Լեոնիդ Ազգալյանի անվան դպրոցը, որտեղ մենք բարեկարգել ենք բակը իր ֆուտբոլի դաշտով։ Հիմա ժողովուրդ ջան, ինձ ասեք իմանամ, ես ինչ պիտի մտածեմ ում մասին։ Մեկը իրար նախագահ երբեք այսօր Զմերյուկ 03 ոնց է սարկաշ։ Մամայիդ հարցրու կասի ոնց եմ, վերջի անգամ իրար շատ ջոպիտով են հրաժեշտ տվել։ Բանա, այստեղ մեկը խոսում է 20 երեխու համար չարժի բան կառուցել, դպրոց կառուցել, իսկ մյուսը ասում է տեսեք, սա նախկինները, սա ներկան 5 մետր հեռավորության վրա։ Այստեղ ռազմավարությունը հենց այո Սերժի Քոչարյանի այդպես մտածելակերպի հետևանքը, որ չկա մանկապարտեզը։ Սա մեր մտածելակերպի հետևանքն է։ Մենք էլ այդտեղ ծանոթներ ունենք, հարազատներ, մենք էլ կարանք կաշառք վերցնենք, այդ մնգոն մեկին տենք արենդով, օգտագործենք մեր լծակները, բան անենք, ծախենք, մի խոսքով ինչ ուզենք անենք, մեզնով անենք, բայց չլիներ մանկապարտեզը։ Բայց փոխարեն այդ ամեն ինչը չենք արել, բնականաբար ու սարքել ենք մանկապարտեզ, որից օգտվելու է տեղի հանրությունը։ Այս մյուսը սենց է մտածել։ Հիմա սրա լավ ու վատը մեզ ասեք, ուտող ես լինեմ, այստեղ էս Զմերյուկը 03-ի ասած ալկաշ։ Վատ մարդը, բան, Դավաճան, Նիկոլիզմով, Տառապով, սենց ես ինչ ասես ձևակերպում են իրանց գործն է իհարկե դա։ Եկեք ասեք ինձ։ Եվ այսպես պիտի տեսեք, վստահաբար դիտելու են այս եթերը նաև Սփյուռքում մեր հայրենակիցները, իրանց մեծամասնությունը շատերը իմ ընկերներն են ու շատերը շատ լավ գիտեն իմ անցած ճանապարհը, հա, նաև արտերկրում։ Ես ինքս ստիպված եմ եղել Հայաստանը երբևէ լքել։ Բայց միևնույնն է անգամ այդ պարագայում հայկականության ինչ որ սերմեր եմ գցել ամենատարբեր երկրներում, հայկական գրադարանից սկսած մինչև հայկական ազգային թատրոն ստեղծելը, բայց այնուամենայնիվ էլի, ասենք ինչի եմ ես դուրս եկել, որովհետև ես ինձ չէի կարող կերակրել, ես կարող եմ միտեղ մտնել աշխատել, ինձ կերակրում, մտել աշխատել եմ։ Ամենատարբեր աշխատանքն է։ Սրանք սիրում են մատնացույց անել, չէ, այս էլեկտրիկ է եղել, այնի բան է եղել, ասենք ձեռ են առնում աշխատող մարդուն։ Իրան հենց դա եղել է այն սելի երիտասարդներ, եթե դուք կդիտեք, ուրեմն հասկացեք։ Այ օրինակ այսօր շատ երիտասարդներ են տեսնում, ովքեր համ աշխատում են, համ սովորում են։ Պատկերացրեք, Քոչա Սերժական ու սրանց այդ աֆիլիացված ուժերի ժամանակ դուք լինելու եք ծաղրի առարկա, որովհետև աշխատում եք։ Այ այսօր դա է մատնացույց անում, դա է մատնացույց անում։ Տեսեք, սա աշխատող է եղել, կապ չունի ինչ։ Ու դա այդ փաստերը հազարավոր են, այնպես չէ որ մի հատով, 5 հատով, 10 հատով, 50 հատով, ես իմ կողմից կարող եմ առաջարկ անել։ Հավաքվեք 20-30 երիտասարդներով ու ես ինքս կգամ ձեզ այս տեղում կցուցադրեմ այդ ամեն տեսանյութերը, մոտեցումները, դրանց մեկնաբանություններն ու բարձաբանումները, ու դա կարեմ սիրով պատրաստ կլինեմ ձեր բոլորի հարցերին պատասխանել։
Ահա այդ իրականության մեջ ենք մենք մեծացել։ Այ եթե ուզում եք իմանալ թե ինչ ենք նրանց ատոմ նաև, այ հենց դա կապ ունի, որովհետև մեր սերունդների համար ապագա չեն ցանկացել թողնել։ Իրենց ապագան է պետք է։ Օրինակ Սերժ Սարգսյանը խոսում է, այնտեղ Շուշիից էր ինչ որ խոսում, դեռ Ռամսի 5-ին հանձնացել, բացած ապուշ արտահայտություններ անում։ Նախ Սերժ Սարգսյանին մի հատ հարց առաջին։ Այն քո կոալիցիոն գործընկեր Վանեցյան Արտուրը ո՞նց է։ Լավ է։ Այն Շուշիից փախած Վանեցյան Արտուրը լավ է։ Եվ երկրորդ, աղբորոտ տղա Գոնսալեսը պատերազմի ժամանակ որտեղ է եղել։ Որտեղ է եղել։ Դու ասենք Շուշին ումով էիր ուզում պահեր։ Իմ կյանք, չէ, ես ինքս իմ որոշումն արել եմ, ու ինձ նման շատերը, եւ բանակն էլ իր գործողությունը զինվորները հատկապես անում են։ Պես կներես, դու Շուշին ում ոռով էիր ուզում պահեր։ Ում քո քեզ է հենց վերաբերվում հարցը։ Այն թե ես ինչ եմ պատրաստ եղել այդտեղ դնեմ, քո գործը չի։ Դու ինքդ, քո Գոնսալեսները, Միշիկը, բան, դուստերը, ժինգյալով հազար հետո տախում օպերայի հրապարակում։ Բայց կարանք իմանանք, քանի անգամ է բան արել, փորձել իր շրջապատի, իսկ շրջապատ ունի քո դուստը, ու ես շատ լավ գիտեմ ինչպեսի շրջապատ ունի։ Այդ շրջապատից որևիցե մեկը, իր ընկերական շրջապատից որևիցե մեկը, տղերքի մասնախոսքը, պատերազմի ժամանակ ինչ գործողություն արել։ Արա լավ ուղիղ հարց եմ տալիս, Գոնսալեսը, որ օգտվել է իմ հայրենիքից ամենամաքսիմում ձևով, ինչ արել արա։ Արա դու ինչ ես արել արա 44-ի ժամանակ։ Ես գիտեմ դու ինչ ես արել։ Լավ կլի, ու ես գիտեմ թե դու իրականում ինչու ես փախչում Փաշինյանի հետ ուղիղ բանավեճից։ Ես շատ լավ գիտեմ դա։ Բայց ինձ բացում է այն հանգամանքը, որ ձեր նման կյանքի դերասաններ աշխարհը չի ցնել։ Դուք դերասան եք, դուք ինչ գործ ունեք քաղաքականության մեջ։ Այ ինձ են, չէ՞ ասում են դերասանից գնա քո գործոս բաղվի ինչ գործ ունես քաղաքական։ Այլա սրանց դեմ ես դերասան չեմ։ Սրանց դեմ ես եմ քաղաքական գործիչը։ Իրանք դերասանն են։ Չէ, ընդ որում ամենայն հարգանքով դերասանական, դա դերասանական արվեստը, դա կարևոր, դա չեք պատկերացնում ինչա։ Բարձրագույն արժեքներ պարունակող բան է իր մեջ, որը ձեր ժամանակ նույնպես զրոյականացվել է։ Ինչքան կապիկ կա բերել ինչ ուզես դարձրել եք։ Այսօր դու ով ես եղել 44 օրյա պատերազմում, կամ հիմա դու ով ես։ Հիմա պետականաշինության մեջ, լավ, օքեյ, բանա, ասենք թե սխալ անում Փաշինյանը, որ օգոստոսի 7-ի պայմանագրում Ամերիկա, սխալ անում որ գալիս է, սաղ սխալ անում, ինչ կա, սաղ սխալ անում։ Սաղ։ Հիմա լսենք դուք ինչ եք ասում 20 թվականից մինչև այսօր։ Դուք 20 թվականից մինչև այսօր ասել եք հետևյալը, Վանեցյանը, քո կոալիցիոն գործընկերը, ասել է, եթե ես լինեի, Արցախը ամբողջովին կթողնեի Ադրբեջանի կազմում։ Դեռ պատերազմից անմիջապես հետո։ Քո գործընկերները դու հաստատել ես, որ դու ռուսամետ գործիչ ես, քո հենց այս հարցազրույցում, հա, դա իմ որակումը չնենց, որ դու քո ինքնաբնութագիրն է։ Դու ու ձեր 17 պլյուսով դրել պարտադրում եք, որ պիտի Ադրբեջանի հետ հանդերձ պարտադրում եք, որ պիտի բանա։ Հայաստանը իր բաները, պարտականությունները չի կատարել ու պիտի մի խոսքով ճանապարհ տա։ Հետո գնում եք մյուս կողմից գոռում եք, այս միջանցք էս տալիս, մյուս կողմից պարտադրում եք ճար։ Այն ինչ որ ասում էր Ալիևը, մյուս կողմից գնում շուխուրեյկանում, տեսեք Նիկոլը ինչ անում։ Այ այս մակարդակի անբարոյականություն կարող լինի մենակ Հայաստանում, որը ծնվել է չեկիստների ձեռամբ, չեկիստների, որովհետև այսքան իրականությունը կարող են պղծել միայն չեկիստները։ Իմիջիայլոց իրենց պիղծ հոգևոր առաջնորդներով, նույնքան պիղծ հոգևոր առաջնորդներով։ Էնել գնալ հարցազրույց տալ երկու այնպեսի թուլլեքի, ովքեր որ իրենց այս հաղորդումը սկսելու օրվանից երկար ժամանակ հայհոյախոսությամբ են զբաղված ու քաղաքացիների էին թիրախավորում այդ թվում։ Այս ջուխտ զեթերին է։ Սա ցույց է տալիս քո ինչ լինելը, ոչ թե ով լինելը, քո ինչ լինելը։ Այն ոնց էիր ասում, ծաղկե փոշուն, թերմասկ, այդ թերմասկ լինելը։ Իմիջիայլոց մարդը ճիշտ բան է ասում։ Հիմա հասարակ բան ասեմ, այսօր ամուսիններ էին այստեղ։ Մարդը աշխատել է գազելի գծի վրա, իրանք ճնշել են, ասել են արի աշխատավարձդ գրում ենք 80 քանի հազար, դու օրական 12,000 վեր պլանը կտաս, վրից ինչ ավելանա քոննա, բայց այդ 80,000-ը չենք տալիս, դա մեր վրա ամանում քո բոլոր տեսակ բաները, հարկերը, տուրքերը, ակտերը։ Հետո պարզում այս մարդը մի օր զարթում է, պարզում է, որ 8 տարի է ձրի աշխատել։ Ու այսօր արդեն չալիկով է։ Այս ձեր իրականությունն է եղել։ Ձեր իրականությունը, դե մի ինչ ա եղել, մի 20 հոգի էլ տսովից մեռնի մի այգեզի բան, չէ՞, Սերժ։ Մի 20 երեխու համար արժի դպրոց սարքել։ Ես սենց արտահայտություն, ես չգիտեմ, աշխարհում կա մի հատիկ մարդ, աբորիգեն թեկուզ։ Ես հիմա պիտի այս հրապարակումը արել եմ, ընկերս էր գրել,
շատ տեղին բաներ գրել ու ես հեսա պիտի գտնեմ հիմա այդ հրապարակումը մի հատ ընթերց եմ ձեզ համար ներողություն եմ խնդրում ժողովուրդ լավ կային sense հանձնակալով ավելի հեշտ կգտնեմ երևի իմ մի լավ ընկեր ունեմ լեռնագնաց տարիքով մարդ արդեն բայց շարունակում է դիմել էլի իր այդ ռիսկերին Սիմոնը, իշեք երևի Սիմոնին, ես նրանից լուսանկարներ հրապարակել եմ, այդ են մարդն ով հեղափոխության ժամանակները Արարատի գագաթից դուխով դրոշս սպած նկարվել։ Ուրեմն Սիմոնը ասած բան է գրում, ասում է 18 դեկտեմբեր Սերժիկ, լսի։ 18 դեկտեմբերին Տանզանիայում էի, 10 օր լեռներում էի։ Լեռնագնաց ուղեկցորդների, բեռնակիրների ու տեղացիների հետ։ Այդ օրերը երբեք չեմ մոռանա։ Շատ էի շփվում մարդկանց հետ, խոսում նրանց կյանքից, երազանքներից։ Մի օր սկսեցի հարցնել բոլորին, եթե ձեր կառավարությունից մի բան կարողանայիք խնդրել, որը կլիներ։ Գրեթե բոլորը նույն բանն էին ասում։ Ուզում էին իրենց երեխաների համար ավելի լավ ապագա, ավելի շատ դպրոցներ ու կրթական հնարավորություններ։ Գուցե պետք է մեր ընդդիմության առաջնորդներին Տանզանիա ուղարկենք, որ մի քիչ բան սովորեն։ Սերժիկ, բայց քանի որ մենք գիտենք դուք Տանզանիա գնում եք առյուծների որսի համար եւ այլն բնածս հետաքրքիր չեն տարական մարդկային երազանքներն ու նպատակները, ապա բավարարվենք այս գրառմամբ, որ արել էր ինձ շատ լավ ավակ ընկեր Սիմոնը Միացյալ Նահանգներից։ Այնպես որ եկեք դուք գիտեք, եթե մեր քունը ինչ որտեղ չի տարել այս աստիճան դուրռակությունից ու նյարդերից, ոչ թե որովհետև Սերժ Սարգսյանը իրենից ինչ որ բան է ներկայացնում, մենք էլ պիտի ցույց տվնենք ու խորանենք, ոյ ես ինչ եղավ։ Սերժ Սարգսյան այնտեղ գվգվ Քոչարյան Ռոբերտը հեսա ոնց հասկացա հայլուրին 5-րդ ալիքով գնալու հարցազրույց տա բնականաբար հոյի մոտ չի գալու։ Գիտի որ կփշրվի իր ամեն մի արտահայտած տառը։ Այնտեղ կգնա նախապես 1000 պայմանավորված լինելու։ Լետոպտան իր մասով այն բուլկին հոպարի գնացել ամերիկաներում մասիրում բան չգիտես ում համար իր ֆեյք էջերով խառն եք տղերք, շատ խառն եք, գիտեք ինչի։ Որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը մի հատ գրառում անում, այդ ձեր բոլորի քունը նույն կամերում չի տանում։ Այ դա է իրականությունը։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Այս սրանց նման շարից ու փորձանքից հեռու մեր սերունդների ցանկացած պետության հարատևությունը իր երիտասարդ սերունդի գրագիտության, կրթության մեջ է։ Մեր ժամանակում վատ է եղել, որովհետև մենք եղել ենք վատ կրթված, սխալ կրթված, թերի կրթված, սուտ կրթված։ Հիմա կառուցվում են թե դպրոց մանկապարտեզներ, թե մի ամբողջ ուսանողական քաղաք, որը աշխարհում մատնացույց է դառնալու։ Լավ իմացեք։ Իսկ դա ծառայելու է մեր պետությանը, մեր պետականությանը, մեր բարեկեցիկ ապագային, մեր երեխաների կյանքին է դա ծառայելու։ Սա է։ Ուզեք ընդունեք, չեք ուզում մի ընդունեք, ձեր գործն է։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ։ Եվ թույլ տվեք եթերի վերջում երևի թե պիտի սկզբում ասեի, իմ կողմից շատ հարգված մեր պատգամավորներից Վահագնին ցավակցել իր մայրիկի լավ բարերով շատ sense լավ չլինի ցավակցում է Վահագն ջան քեզ գիտեմ որ ոչ իմ ցավակցությունը ոչ հազարավոր մարդկանց ցավակցությունը քո սրտից չի հանի գոնե մի կաթիլ ցավ բայց այնուամենայնիվ քեզ համբերություն ուժ եւ զորակցությունս ստեյ